Այդ մոմենտին մեկը չաթում գրում է կարաս գնաս դասատուիդ քրֆես չաթում գրում է այդպես sense նայում է sense ծիծաղալով ասում է քրֆել չի ոնց է բայց նենց է ես քրֆել եմ դու հասկանում ես դա ինչա նշանակում արա կարող է ինքը քրֆած չլինի բան բայց դու հասկանում ես իրանք ոնց են վերաբերվում դասատուին ուսուցչուհուն հասկանում եք իրանք ոնց են վերաբերվում այսինքն ինքը չի ասում ու դու անասուն չես ես ինչ ես ասում դաժե եթե երեխա է երեխու մեջ այսինքն չի սերմանվել իր ծնողը չի ասել որ ուսուցչուին քո երկրորդ մայրն է բան հասկանում ես ես մինչև հիմա օրինակ մանեմ գալի իմ առաջի ուսուցչուհու գերեզմանները որ գնամ ծաղիկ խոնարեմ չեմ կարող գտնել ծաղին հարցրել եմ չեմ կարող գտնել առաջի ուսուցչուհու մասին է դասակի մասին որովհետև ինքը ինձ շատ բաներում դասյակել է ես հիշում եմ այդ ամեն ինչը չեմ կարող այդ մարդու գերեզմանները գտնեմ գնամ ծաղիկ խոնարեմ գիտեմ մահացել է ասենք հոնգուր լացել առաջինից մինչև 4 դասարան ընկեր Դադուկյանը հասկանում ես դու ջոգում ես այդ 11 տարեկան երեխեն կամ 13 տարեկանն է քֆուր օգտագործում իր աղջիկների մոտ հետևը նստած է ու ասում է արդարանում է ասում է ստեղ չի դասատում եթե ինքը չի էլ անի տենց բան ինձ թվում է բայց արդարանում է որ ինքը լավ տղա է այդ մոմենտին իր անգերների մոտ ասում է բայց նենցա քրֆել եմ կարամ քրֆել դասատում հասկանում ես դա ինչա նշանակում ու դուք խոսում եք ասենք Հայաստանի ապագայից Արցախից բան արա ների հավաքածու է ոնց հələ եթե նոր մեծանում են այդ անասունները ոչխարներ են մեծանում հենց այս վայրերությամբ դաժե 30 տարի հետո մենք ոչ մի բան չենք ոչ մի բանի չենք հասնելու հասկանում ես եկեք քաղաքականության մեջ չխորանամ բայց ընդհանուր միտքը հասկացեք սրանք sense ոչխարներ են մեծանում մենք դաժե հիմա որ ասում եք ոչինչ մենք մի 30 տարուց ենք